Տիգրան Աբրահամյանին։ Հարգելի հայրենակիցներ, 2 տարի է Արցախը օկուպացված է, իսկ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները գտնվում են ադրբեջանական բանտերում։ Թեև Ադրբեջանը մինչև այս պահը հաստատել է 23 հայի գոյությունը ադրբեջանական բանտերում, սակայն 44-օրյա պատերազմից հետո իրավապաշտպանների, մասնագետների, մի խումբ նվիրյալների իրականացրած հաստատական աշխատանքը ցույց է տվել, որ շուրջ 8 տասնյակ հայեր ըստ էության 44-օրյա պատերազմի եւ դրանից հետո գտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Միջազգային այն հանրությունը, այն կառույցները, որոնք ունեն առաքելություն մարդու իրավունքների պաշտպանության եւ դրա ապահովման տեսանկյունից կամ լռում են, կամ պատշաճ ժամանակ եւ ուշադրություն չեն կենտրոնացնում այս հարցերի հանգուցալուծման համար։ Այն կառույցները, այն դերակատարները, որոնք երկար տարիներ խոսում էին Արցախի կարգավորման, դրա հիմքում ինքնորոշման իրավունքի իրացման մասին, այսօր լռում են ադրբեջանցիների հանցագործությունների եւ հայերի ապօրինի բանտերում գտնվելու մասին։ Զուգահեռ իրականության մեջ Հայաստանում տեղի ունենում մի շարք անօրինական գործողություններ, որոնք պատշաճ ձևով որևէ արձագանքի չեն հանգեցնում։ Այս 7-8 տարիների ընթացքում 2018-ի հայտի իրադարձություններից հետո մեծ թվով մարդիկ հայտնվել են ճաղերի հետևում հենց միայն այն պատճառով, որ արտահայտել են դիրքորոշումներ, մոտեցումներ, որոնք տարբերվել են իշխանության տեսակետներից։ Հայաստանում տարբեր մարդկանց սպիտակավորում են, հանցագործ է նշանակվում մեկ բանի համար, որ այդ մարդիկ հանդգնել են հակառակվել կամ ընդդիմանալ իշխանության գործունեությանը կամ իշխանության հայտարարություններին։ Այսպիսի ակցիաների նպատակն է նաև հերթական անգամ ուշադրություն կենտրոնացնել միջազգային կառույցների եւ տարբեր դերակատարների Հայաստանում եւ Բաքվում ստեղծված այս ապօրինությունների շղթայի վերաբերյալ եւ եւս մեկ անգամ հիշեցնել, որ պատշաճ աշխատանք, պատշաճ ուշադրություն որևէ ձևով չի ներկայացվում։ Շնորհակալություն։ Freedom, 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 freedom. Այժմ խոսքը փոխանցում եմ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին։